Ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին, ովքեր նոր միացան գործար ալիքին, եթերում էկոանկյուն ռադիոնախագիծն է, որը կարող եք նաև դիտել։ Եվ այսօր մեր այս տաղավարում հյուրընկալել եմ Էկովիլ արևային ընկերության պրոդուկտ ղեկավար Խաչատուր Պիպյանին։ Ողջույն։ Ողջույն Կարեն ջան։ Խաչատուր, այսօր խոսելու ենք հետաքրքիր ծառայություններից, հետաքրքիր նոր պրոդուկտներից, որ Էկովիլ ընկերությունն է ներկայացնում։ Եկեք սկսենք ծառայություններից։ Ինչ ծառայություններ եք այսօր ներկայացնում եւ արդյոք Էկովիլը կարող է այսպես համալիր ծառայությունների փաթեթ տալ մեր հաճախորդներին, ովքեր ուզում են անցնել արևային էներգետիկայի եւ առընթեր, արդեն մյուս ծառայություններից օգտվել։ Էկովիլ արևային ընկերությունը վերջին ժամանակաշրջանում մատուցում է սպասարկման ծառայություններ, քանի որ մենք շեշտադրել ենք մեր որակի սպասարկման արդյունավետության վրա։ Մենք ունենք առանձին Էկովիլ սերվիս բաժին, որը մասնագիտացված է թե մեր կողմից տեղադրված, թե շուկայում, Հայաստանում տեղադրված բոլոր արևային կայանների սպասարկումով։ Էկովիլ արևային ընկերությունը իրականացնում է սպասարկումներ, դիագնոստիկ ծառայություններ, տարեկան բաժանորդագրությամբ, տարեկան փաթեթով սպասարկումներ, արևային վանակների լվացումներ, մոնիթորինգ եւ բազում այլ գործառույթներ, որոնք որ նպաստում են արևային համակարգի անխափան աշխատանքին։ Շատ լավ։ Այ հետաքրքիր է, նշեցիք սպասարկման մի քանի այսպես ուղղություններ, կնշեք ինչ ժամանակ ընթացում, ինչ այսպես հաճախականությամբ պետք է այս սպասարկման ծառայությունները մատուցվի հաճախորդներին։ Ընդհանրապես սպասարկումը խորհրդատվում, տարբերական սպասարկումները խորհրդատվում իրականացնել տարեկան 2 անգամ։ Մենք հիմնականում խոսքը մոնիտորինգի մասին է։ Խոսքը կայանի սպասարկման մասին է։ Վիզուալ տեխնիկական թիմի մասնագետը վիզուալ ստուգում է ընդհանուր տեղադրված արևային կայանը համոզվելու համար, որ այն ճիշտ է աշխատում։ Սպասարկումը իրականացվում է հիմնականում գարնանը եւ աշնանը։ Գարնան սպասարկումը նպաստում է, որ արևային կայանը աշխատի ճիշտ եւ պատրաստ լինի արևային պիկ շոկ շրջանին, այո։ Իսկ աշնան սպասարկումը արդեն ստուգում ենք, որ կայանը պատրաստ լինի ճիշտ աշխատող եւ պատրաստ լինի ձմեռվա ցածր արտադրողականության շրջանին։ Շատ լավ, խոսեցիք դիագնոստիկ այսպես ծառայության մասին, ինչ է տալիս հաճախորդին եւ առասարակ ինչ է իրենից ներկայացնում, այս ծառայությունը։ Իրականում մարդիկ մտածում են, թե կարելի է արևային կայանը զուտ իրենք մտածում են, որ պետք է տեղադրել մեկ անգամ եւ մոռանում են դրա մասին, սակայն արևային կայանը աշխատում է ամեն օր եւ իր աշխատանքի արդյունքում, իր աշխատանքի ընթացքում ենթարկվում է փոշու, կեղտի, եղանակային պայմանների փոփոխության, էլեկտրական սարքավորումների վերնվածության ազդեցության եւ կայանը կարիք է ունենում սպասարկել։ Եթե կայանը չսպասարկվի, հնարավոր է կայանը կորցնի իր տարեկան արտադրողականության մինչեւ 30%-ը։ Շատ լավ։ Եկեք խոսենք մոնիտորինգի մասին, որքան տեղյակ եմ եւ եթերում հնարավորություն ունեցել եմ նախորդ թողարկումներից մեկում խոսել մոնիտորինգի մասին, այսպես է, այսինքն մոնիտորինգ դուք ենթարկում եք կայանը ամենօրյա ռեժիմով եւ կա կոնկրետ բաժին Էկովիլ ընկերությունում, որ ամենօրյա ռեժիմով հետևում է կայաների անխափան աշխատանքին։ Եվ եթե նկատում եք որոշակի այսպես անսարքություն, ապա դուք ավելի շուտ եք դրա մասին իմանում, քան հաճախորդը։ Ճիշտ է։ Իրականում դա հենց դրանում է կապված մեր սպասարկման արդյունավետությունը։ Մենք գտնում ենք խնդիրը պարբերաբար այցերի ժամանակ մոնիթորինգ հավելվածների օգնությամբ փորձում ենք գտնել խնդիրը եւ կանխել խնդիրը, քանի որ դա ների սկզբնական փուլում է։ Մենք չենք թողում, որ խնդիրը ավելի բարդանա եւ հաճախորդը դա նկատի իր կողմից։ Մենք փորձում ենք միջև հաճախորդը նկատելը գտնենք խնդիրը եւ լուծել դա։ Խաչատուր, ուզում եմ մի փոքր ավելի մանրամասնենք մեր ռադիոլսողների համար, համակարգի այսպես աշխատելու տարբերակը։ Այսինքն կա սմարթը, ինչ որ այսպես հավելված, ինչ որ հետաքրքիր ձևաչափով, որտեղ արդեն եւ հաճախորդը եւ դուք կարողանում եք հետեւել, ճիշտ եմ հասկանում, ամենօրյա ռեժիմով աշխատանքը կայանի եւ իր պիկային ինչ որ ժամերը եւ անսարքությունները նկատեք, այսինքն գրեթե ամբողջ դիագնոստիկ այսպես ցուցանիշները մեկտեղված են այս համակարգում։ Դա հենց մոնիթորինգ հավելվածի մասին ենք խոսում, Կարեն ջան, որը ինձ մեջ ցույց է տալիս թե տվյալ պահին արևային համակարգը որքան հոսանք է արտադրում, եւ եթե կայանը ունի հնարավորություններ ցույց տալու նաեւ տան ծախսը կամ արևային համակարգից դեպի դու ծախսում ես դեպի հոտուն, թե ծախսում ես դեպի հետս փոխանցում, հետս վաճառում հետ, դու տվյալ պահին իրական ժամանակահատվածում հնարավորություն ունես տեսնել այդ գործողությունը։ Այ վաճառելու հետ կապված, ապա ուզում եմ նշեմ, որ սա ժամանակավոր է եւ օրենքի փոփոխությունից հետո սա արդեն
փոփոխության է ենթարկվելու։ Շարունակենք զրույցը, այ անսարքություններից խոսենք, շեղումներից, անսարքություն արդեն գտանք, հա, ակնհայտ է, որ ինչ-որ մի բան այն չէ, ինչ է կատարվում, արդեն որ բաժինն է սկսում աշխատել եւ ինչ ընթացակարգով է մնացած աշխատանքները կատարվում։ Փորձեմ ասեմ, թե ինչ ենք մենք հասկանում ասել անսարքություն ասելով արևային կայանի հետ կապված։ Անսարքությունը համարվում, երբ որ արևային վահանակների վրա նկատելի են լինում ճաքեր, վնասված հատվածներ, մալուխների գերտաքացում, ինվերտորի փոխակերպիչի վրա, էկրանի վրա շեղումների մասին ծանոթություններ, ալերտներ, այսպես ասած, մոնիտորինգ, ծրագրի մոնիտորինգ հավելջային հավելվածի վրա, երբ որ արդեն երևում է, որ դուք խնդիր ունեք, դա արդեն համարվում է խափանում եւ շեղում։ Մեր մոնիտորինգ թիմը հետևում է ամենօրյա կարգով արևային կայանների աշխատանքին եւ ցանկացած ծանոթում, եթե կարիք կա հեռահար կերպով լուծել խնդիրը, անմիջապես կապ է հաստատվում հաճախորդի հետ, որտեղ հնարավոր է լինի ինտերնետի խափանումներ, հնարավոր է լինի հոսանքի տատանումներ, կապի է մնացած արդեն։ Իսկ այնպիսի խնդիրներ, որոնք որ հնարավոր չէ իրականացնել, հնարավոր չէ լուծել հեռահար կերպով, 24 ժամվա ընթացքում տեխնիկական թիմի սպասարկման մասնագետը տեղում խնդիրը շտկում է։ Լավ, խոսեցիք նաև մաքրման հալվածման ծառայությունից, այ հետաքրքիր է ինչու է այսպես անհրաժեշտ հաճախակի լվացման սպասարկումից օգտվել, արդյոք սա նպաստում է, որպեսզի կայանի ոչ միայն անխափան, այլ նաև այսպես աշխատանքի որակը չկորցնի։ Իրականում փոշու նույնիսկ փոքր շերտի հատված, որը որ կլինի արևային վահանակների վրա, հնարավոր է բացասաբար ազդեցություն ունենալ արևային վահանակների արդյունավետ աշխատանքին մինչև 15-ից 20%-ով։ Մենք իրականացնում ենք, ինչպես ասացի, արևային վահանակների լվացում, իրականացնում ենք հատուկ արևային վահանակների համար նախատեսված սարքավորումներով եւ մեր լվացումից հետո հաճախորդները իրենց մոնիտորինգ բջջային հավելվածի միջոցով կարողանում են տեսնել արտադրականության աճ ընդհանուր մինչև 15-ից 20%-ով։ Այ հետաքրքիր է, սա սեզոնային ինչ-որ տարբերություն կա, այսինքն օրինակ ձմեռային ամիսներին էլ անհրաժեշտ լվացումներ կատարել, թե ամեն դեպքում սա փոշու եւ ավելի անձրևային այսպես եղանակներից հետո է անհրաժեշտ։ Իրականում անհրաժեշտ է ցանկացած արևային կայան, եթե գտնվում եք քաղաքային տարածքում, անհրաժեշտ է իրականացնել վահանակների լվացումը տարեկան 2-ից 3 անգամ։ Իսկ եթե կայանը գտնվում է արտադրական տարածքում, փոշոտ տարածքներում, գյուղական տարածքներում ցանկալի է վահանակների լվացում իրականացնել տարեկան 3-ից 4 անգամ։ Շատ լավ։ Խոսենք նորագույն տեխնոլոգիաներից, գիտեմ, որ սպասարկման նոր հետաքրքիր ծառայություն ունեք, AI monitoring, ինչ է իրենից ներկայացնում այս ծառայությունը եւ արդյոք սա նոր ծառայություն է, որը հեշտացնում է ձեր աշխատանքը եւ ինչպես է ընկալվում, նոր այսպես ծառայությունը մեր հաճախորդների կողմից։ Մենք վերջերս ենք ներդրել AI monitoring արհեստական բանականությամբ monitoring համակարգը, թույլ է տալիս ստուգել արևային կայանի աշխատանքը, ցանկացած վահանակի աշխատանքը իրական ժամանակում։ Արհեստական բանականության մոնիտորինգը իրենից ենթադրում է համակարգ, որը որ ցանկացած շեղումների խնդիրների դեպքում իրականացնում է համեմատական եւ ցանկացած շեղման դեպքում անմիջապես ծանոթում մեր տեխնիկական թիմին։ Եթե մենք զուտ բարբերաբար ստուգում իրականացնելով նկատում եւ հայտնաբերում ենք խնդիրը միայն բարբերական այցերի ժամանակ, AI monitoring-ը արդեն նախապես է մեզ զգուշացնում խնդիրը եւ մենք կանխում ենք ավելի լուրջ, ավելի ցավոտ, ավելի թանկարժեք վերանորոգումը խնդիրը լուծելով իր նախնական փուլում։ Կանխավ, շատ լավ։ Ես որքանով կարողացել եմ այսպես ընկալել AI monitoring-ը մեծ կայանների դեպքում բավականին լուրջ լուծում կարող է դառնալ, որովհետև այսպես հեշտությամբ գտնում է անսարքության հատվածը, նույնիսկ վահանակը, թե որ վահանակի հետ է խնդիրը շատ արագ, եթե նախկինում ժամանակատար process էր եւ պետք է այսպես ստուգվեր առանձին, որպեսզի հասկանար, պարզ լիներ process-ը, այս դեպքում արդեն AI ինքն է հուշում, որ վահանակի հետ ինչ խնդիր կա։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, AI-ն է հուշում, արհեստական բանականությունն է հուշում, նաև մենք իրականացնում ենք անօթաչու թռչող սարքերի միջոցով մոնիտորինգ ծառայություն, ինչը իրենց ենթադրում ATS սարքը որոշակի բարդության վրա թռիչք է իրականացնում համակարգային մեծ արևային կայանների վրայով, արևային վահանակների վրայով եւ ըստ ջերմատվության, ըստ գունավորության հասկանում ենք, որ վահանակը ունի միկրոճակ, որ վահանակը ունի խնդիր արտադրականության հետ։ Ինչի մասին ես խոսում եի, ավելի այո։ Շատ հեշտությամբ կարող եք կանխարգելել արդեն եւ հարցը շատ արագ
ժամանակում լուծվում է։ Լավ, խոսենք նաև նոր ապրանքներից Ecovil-ի, գիտեմ, որ արդեն վերջերս բավականին այսպես մասշտաբային միջոցառման ընթացքում մեկնարկ կատարվեց Թբիլիսիում, Վրաստանի այսպես GIF էներգետիկ օրերի շրջանակում ներկայացվեց Ecovil-ի նոր ապրանքը Արեգան, թեպետ արդեն առիթ ունեցել ենք մեր ռադիոլսողների ներկայացնենք այս ապրանքի առավելությունները, բայց խոսենք արդեն որպես ապրանք ղեկավարի այսպես տեսանկյունից, ինչ ապրանք է եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Արեգան պահոստային մարտկոցների համալիր համակարգ է, իրականում Արեգայի պրոտոտիպը նախագծվել է դեռ շատ վաղուց 2020 թվականի պատերազմի օրերին, երբ մենք խնդիր ունենք առաջնագծում հոսանքի սնուցման հետ կապված։ Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Ecovil ընկերության ինժեներական եւ տեխնիկական թիմը իրագործեց մեր ցանկությունը եւ արդեն առավոտյան Արեգա պրոդուկտը առաջնագծում էր իր մարտկոցով, իր լիցքավորիչով, արևային վահանակներով եւ փոխակերպիչով։ Այսինքն շարժական չէ, եթե ճիշտ եմ հասկանում, շարժական կուտակիչ էր, որը պրոտոտիպը այո, եղել է շարժական կուտակիչ, որը որ կարողացել է առաջնագծում լուծել տեխնիկայի էլեկտրոէներգիայի սնուցման հարց։ Ներկայում գաղափար է առաջացել ավելի զարգացնել եղած նախատիպը եւ այժմ մենք ստացել ենք պրոդուկտ, մենք ստացել ենք լուծում մարդկանց համար եւ ռեզիդենտ եւ կորպորատիվ սեգմենտների համար այն մանավանդ այն հատվածներում, որտեղ էլեկտրոէներգիան իսպառ վերացված է կամ շատ տատանումներ կան։ Բայց եկեք հասկանանք թիրախը ովքեր են, հա, լինելու։ Կարող է օրինակ ձեռք բերել մարդ, ով չունի արևային որևիցե այսպես կայան եւ պարզապես ուզում է ունենալ տունը, հա, կուտակիչ, որը իրեն թե անվտանգային հարցերը կլուծի, թե այլ խնդիրներ, չգիտեմ։ Իհարկե, Արեգա մարտկոցի համակարգը հնարավոր է շահագործել նաեւ երբ որ հաճախորդը չունի տանտերը չունի արևային համակարգ տեղադրված, դա կգործի զուտ որպես բեքափ, որպես ռեզերվային հոսանք արտակարգ իրավիճակներում, որպեսզի միշտ պահոստային էներգիա կուտակված լինի։ Ահա։ Նախորդ թողարկման ընթացքում ես խոսել եմ Արեգայի չափսերից եւ տեսքից, այ մի փոքր դուք, քանի որ սա արդեն շատ մասնագիտական է, եկեք խոսենք այս մասին ավելի մանրամասն, որովհետեւ մեր ռադիոլսողների մոտ միշտ ձևավորվում է կարծիք, որ այս կուտակիչները մասշտաբային մեծ չափսերի են եւ հնարավոր չէ, հա, տանը օրինակ, չգիտեմ, փոքր բնակարանում տեղ հասցնել։ Եվ նաև խոսենք մոտավոր արժեքի մասին, նախորդ թողարկման ընթացքում նշել եմ, որ գրեթե 1 սմարթֆոնի արժեք ունի։ Այո։ Եվ սա կարծում շատ լավ համեմատություն է, որ կարելի է սմարթֆոնի այսպես արժեքով ձեռք բերել նմանատիպ լուրջ էներգետիկ գործիք, չգիտեմ, product, որը երկար տարիներ կծառայի։ Այ խոսենք չափսերից եւ նաև տարբերակներից, ինչ տարբերակներ, ինչ հզորության եւ ինչ թիրախների համար է նախատեսված յուրաքանչյուր մոդելը։ Արեգա մարտկոցային լուծումները դասակարգվում են երկու խմբի։ Առաջինը շարժական գեներատորներ, որոնք որ 600 վատից 0.6 կիլովատից սկսված մինչև 3 կիլովատ հզորություն ունեն եւ ունենք ներկայապայնարկա ապրանքներ Արեգա մարտկոցները, լիթիում ֆոսֆատային մարտկոցները 5 կիլովատից 15 կիլովատ հզորությամբ։ Արեգա մարտկոցը իրականում թե 5 կիլովատը, թե 10, թե 15 կիլովատը մանավանդ ռեզիդենտ սեգմենտի համար հրաշալի լուծում է, երբ որ դու ցանկանում ես ունենալ ապահովություն եւ կուտակված էներգիա։ Իսկ կուտակված էներգիան որքան ժամանակ կարող է այսպես մնալ, հա, կուտակման տարբերակում։ Իրականում Արեգա մարտկոցները մշակված են նորագույն տեխնոլոգիաներով եւ ոչնչով չեն զիջում շուկայի առաջատարներին։ Կուտակված էներգիան կա այդպիսի կարծրատիպ, որ երբ որ դու չես օգտագործում մարտկոցի էներգիան, այս դրա մասին է ուզում հարցնել, հա, կորում է, ինչ է լինում։ Էներգիան չի կորում, ուղղակի եթե մենք օրինակի համար լիցքավորենք մարտկոցը 100% լիցքավորմամբ, 1 ամիս հետո մարտկոցի էներգիան կնվազի մաքսիմալ 2%։ Ահա, այսինքն ժամանակի ընթացքում կնվազի, եթե չօգտագործեն։ Այո։ Բայց բավականին երկար կպահպանվի եւ անհրաժեշտ դեպքում կարելի է արագ անցում կատարել արդեն կուտակային համակարգին։ Շատ լավ, խոսենք հեռանկարներից այս product-ի, ինչպես եք պատկերացնում, սա միայն հայկական շուկայի համար է նախատեսված լինելու, թե նաև ինչպես ենթադրում եմ, քանի որ մեկնարկը արդեն Վրաստանում է տրված, նաև նախատեսում եք ինչպես արտահանել այս product-ը։ Իրականում, քանի որ մեկնարկը տվեցինք Վրաստանում, էքսպոյի ժամանակ, ցուցահանդեսի ժամանակ, շատ հարցումներ ունեցանք Արեգա product-ի հետ կապված, քանի որ Վրաստանում շատ ու շատ շրջաններում net metering-ից անցում է իրականացում net billing։ Խնդրում եմ ռադիոլսողների համար այս ամենը ավելի բարձ բացատրել, ինչ է net metering եւ net billing։
Net billing-ը երբ որ հոսանքի սակագինը օրվա տարբեր ժամերին լինում է տարբեր։ Այսինքն դուք կարող եք կուտակել արևային էներգիան ցերեկվա ժամին, երբ որ դուք արևային էներգիայից օգտվում եք ավելի քիչ, կարող եք կուտակել էներգիան եւ սպառել այդ կուտակված էներգիան այն ժամին, այն ժամանակահատվածում, երբ որ հոսանքի սակագինը ավելի բարձր է, երեկոյան ժամերին։ Լավ։ Իրականում շատ հարցումներ ստացել ենք Վրաստանից, շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց մանավանդ կոմերցիոն սեգմենտի համար։ Իրականում մենք ցուցահանդեսում միակ ընկերությունն ենք, որ ներկայացրել ենք մեր անցած ուղին, մեր փորձը, մեր նորարարական լուծումները եւ ապագայի հետ կապված մեր միտումները։ Մոտ ապագայում եւս Հայաստանում, Երևանում կներկայացնենք Արեգա մարտկոցները շուկայում ավելի լավ դիրքավորվելու համար։ Կարծում եմ մրցունակիկ լինելու մեծ հաշվով, որովհետև արտադրությունը ամբողջությամբ Հայաստանում է կատարվում, անպայման ուզում եմ նշեմ, որ արտադրված է Հայաստանում, այսպես կատեգորիայի տակ է այս ապրանքը լինելու եւ բնականաբար նաեւ այսպես հայրենական ապրանք լինելու պարագայում էլ պետք է անպայման ամեն ձև խրախուսել, որպեսզի նմանատիպ անվտանգային ապրանքները Հայաստանում մեծ տարածում գտնեն։ Բացի այդ, Կարեն ջան, կարծում եմ, որ հաճախորդների համար առավել նպատակահարմար կլինի գնել հայրենական արտադրողից, քանի որ հաճախորդները չպետք է սպասեն ամիսներ շարունակ, որ նոր ապրանքը, օրինակ Չինաստանից ներմուծվի Հայաստան։ Մենք ունենք առկա ապրանքներ, նաև սպասարկման համար, եթե որևիցե հարց լինի, կարծում եմ ձեր թիմը պատրաստ է արագ սպասարկել, խնդիրները արագ լուծել եւ անհրաժեշտ դեպքում էլ, չգիտեմ, լրիվ նորը փոխարինել։ Մենք նաև կտրամադրենք սպասարկման ծառայություններ այլ մարկոսների համար։ Մենք վերջերս այսինքն լինելու է երաշխիք, ունենալու եք երաշխիք, որը Արեգայի համար։ Արեգայի համար մենք տրամադրել ենք երաշխիքային 5 տարի երաշխիքային սպասարկման ժամկետ եւ կտրամադրենք նաև հավելյալ երաշխիքային սպասարկման ժամկետ։ Ցանկացած խնդրի դեպքում կարողանանք լուծել խնդիրը օրերի ընթացքում, ոչ թե ամիսների ընթացքում։ Շատ լավ։ Կարծում եմ մեր ռադիոլսողների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց Արեգա ապրանքը, ուզում եմ մի փոքր խոսենք, ինչպես կարող են ծանոթանալ, հա, ինչ որ on-line հարթակներ կան արդեն իսկ, թե կարելի է ձեզ հետ կապ հաստատել, մոտենալ արտադրամաս, փորձարկել, ինչպես կարելի է։ Իհարկե, մենք ունենք Արեգա վեբկայք։ Արեգա ձեռք բերելու համար, Արեգային ծանոթանալու համար ցանկացած հարց եւ պատասխանի համար կարող եք զանգարել Արեգայի սպասարկման կենտրոն կամ Էկովիլ ընկերություն եւ մեր մասնագետները սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։ Արեգայի կայքը arega.am-ը, եթե ճիշտ եմ ասում։ Շատ լավ։ Այս դեպքում կարծում եմ նաեւ կարելի է ամբողջական պատկերացում կազմել արտաքին տեսքի չափսերի մասին, ինչի մասին որ խոսում է, իրականում սա շատ կարևոր հարց է, որտեղ մեր ռադիոլսողներին շատ հետաքրքրում հենց չափսերը։ Մի փոքր եկեք իսկապես ներկայացնենք, հա, քաշը, չափսը մոտավոր ինչ տեսք ունի այս ապրանքները։ Քաշը, եթե ձեզ բացատրեմ բարձրությունով եւ լայնությունով, բարձրությունը մոտավորապես 1 մետրի չափով է, լայնությունը արդեն մոտ 50 սանտիմետր։ Սա որ մոդելի մասին։ Սա 5 կիլովատի մասին է խոսքը։ Քաշը 5 կիլովատի քաշը մոտավորապես 30-32 կիլոգրամ է։ Այսինքն սա բնականաբար շարժական տարբերակը չէ, այլ պետք է ինչ-որ ֆիքսվի։ Սա հենց ֆիքսված տարբերակն է, որը որ մենք վաճառում ենք արևային համակարգի հետ մեկտեղ աշխատելու համար։ Իսկ շարժական տարբերակները, քանի որ նշեցի, մենք ունենք 600 վատից մինչև 3 կիլովատ շարժական հոսանքի գեներատորներ, իրենց քաշը չի գերազանցում 10 կիլոգրամ, այսինքն շատ հեշտ կարելի է տեղափոխել։ Եվ կարծում եմ շատ լավ նվեր եք նախատոնական, այսպես առիթով կարելի է գնել եւ նվիրել արշավական ընկերներին, ինչու ոչ։ Հենց դրա համար նախատեսված է Կարեն ջան, նախատեսված է արշավականների համար, բացօթյա հանգստի, քեմփինգների համար։ Եվ ինչու ոչ ուղղակի ավտոմեքենայում ունենալ որպես ռեզերվային կուտակիչ ու պարզապես ունենալ։ Հաճախ վստահ եմ, որ այնքան էլ շատ չեն բնականաբար ձեզ դիմողները սպասարկման հարցով, որովհետև այնուամենայնիվ ինչպես նկատում ենք, Էկովիլը ինքն է կատարում, հա, այսպես սպասարկման մեծ հաշվով իր պարտականությունները առանց սպասելու հաճախորդների զանգերին, բայց այնուամենայնիվ եթե կա խնդիր, ինչպես կարելի է այսպես զանգ պատվիրել կամ սպասարկման այսպես տարբերակ խնդիրներով դիմել ձեզ։ Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգարել Էկովիլ արևային ընկերություն կամ պատվիրել սպասարկման ծառայություն մեր վեբկայքի միջոցով։
Այս դեպքում որքան ժամանակ է անվճար ծառայությունը Էկովիլի հաճախորդների համար, այսինքն կա ինչ որ սահմանաչափ երաշխիքի մեջ գտնվելու եւ ապա արդեն վճարովի տարբերակով անցնելու։ Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք երաշխիք 2 տարի ժամկետով, տրամադրում ենք երաշխիք արևային վահանակների եւ ինվերտորի համար։ Անվճար սպասարկում։ Այո։ Իսկ երաշխիքից դուրս արդեն գործում են երաշխիքային պայմաններ եւ ինչպես նշեցի, մենք տրամադրում ենք տարեկան բաժանորդագրության փաթեթ, իմիջիայլոց շուկայում մենք միակ ընկերությունն ենք, որ տրամադրում ենք այդ պայմանագիրը։ Շատ լավ, ամփոփենք մեր այսօրվա զրույցը, խոսենք նաեւ ձեր Շվեյցարիայի եւ Վրաստանի գրասենյակներից, որքանով տեղյակ եմ, իսկապես ռադիոլսոնների մոտ կարծիք է ձևավորում, ես շատ բանից եմ տեղյակ, քանի որ ոլորտային այսպես բնույթից ելնելով շատ եմ շփվում Էկովիլ ընկերության աշխատակիցների հետ, գիտեմ, որ նաեւ դուք վերահսկում եք նաեւ Շվեյցարիայի եւ Վրաստանի կայանների աշխատանքը, խոսենք, որովհետեւ ինձ համար բավականին այսպես անակնկալ էր, ինչպես է հնարավոր Հայաստանից կառավարել արտերկրյա կայանների աշխատանքը մոնիտորինգի ենթարկել, այսինքն այն բոլոր ծառայությունները գրեթե ինչի մասին նշվեց, բացառությամբ երևի թե մաքրման, լվացման ծառայության կատարվում է հենց Հայաստանից։ Մեր Վրաստանի մասնաճյուղը հիմնադրել են 2020 թվականին եւ ներկա պահին ունենք 150-ից ավել տեղադրված կայաններ, ներկա պահին ավելի շատ մասնագիտացված ենք համակարգային կայանների տեղադրմամբ եւ կորպորատիվ սեգմենտի, եւ կորպորատիվ սեգմենտում կայանների տեղադրմամբ։ Իսկ Շվեյցարիայում մենք հիմնադրել ենք մեր մասնաճյուղը մոտ 1 տարի առաջ, 2024 թվականի աշնանը։ Նախագծումը, մոնիտորինգը, սպասարկումը, խորհրդատվությունը եւ ցանկացած համակարգում, որ հնարավոր է իրականացնել հեռահար կերպով, իրականացնում մեր Էկովիլ արևային ընկերությունը, մեր թիմը հենց Երևանից։ Հետաքրքիր է, որտեղ կարծում եմ սա նաև կարող է պարզ պատկեր տալ համեմատության, օրինակ շատ հաճախ նշում են, որ Հայաստանի արևը շատ ինտենսիվ է, շատ լավ է արևային համակարգերի համար, կարծում եմ ի վերջո կարելի է, տարեկան այսպես համեմատություն անցկացնել արտադրողականության առումով Շվեյցարիայի, Վրաստանի եւ Հայաստանի միջև։ Այո, իհարկե, Հայաստանում մենք ունենք ավելի շատ պոտենցիալ, ավելի մեծ ավելի շատ արևային օրեր։ Այդ իսկ պատճառով նախորդ տարիներին ավելի բուրըն զարգացում ապրեց արևային ինդուստրիան Հայաստանում։ Եվ իմ վերջի հարցը միֆերին է վերաբերում, թեպետ բազմակի առիթներով խոսել եմ այս մասին, բայց կուզեմ նաև ձեզանից որպես մասնագետ լսել, շատ ռադիոլսողների մոտ կարծիք է ձևավորված, որ արևային համակարգերը կամ չեն աշխատում, կամ շատ վատ են աշխատում ձմռան ամիսներին։ Եկեք այս միֆը վերջնականապես այսպես կոտրենք։ Իրականում մարդ պետք է գիտակցի, որ տեղադրելով արևային կայան դա իրականացնում է ներդրում, էներգետիկ լուծում իր սեփական տան, իր արտադրության եւ իր տարածքի համար։ Տեղադրելով արևային կայան պետք է գիտակցենք, որ մենք ոչ թե չափում ենք արևային կայանը իր տեղադրված հզորությամբ, պիկային հզորությամբ, այլ իր տարեկան արտադրողականությամբ։ Մենք ոչ թե շահում ենք ամռան ամսին, ոչ թե շահում ենք ձմռան ամսին, մենք շահում ենք ամբողջ տարին, քանի որ մենք ունենք ապահովագրություն եւ մենք ունենք արևային կայան։ Այսինքն պետք է արևային կայանի աշխատանքին դիտարկել որպես ընդհանուր ներդրում, ընդհանուր տարվա կտրվածքով։ Շատ լավ։ Եվ եթե սրան էլ գումարենք կൂട്ടակային համակարգերը, կൂട്ടակիչները, ապա այս դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն եւ այն օրերը, որոնք այնքան էլ բարենպաստ չեն կൂട്ടակելու համար, կարելի է օգտվել արդեն իսկ տաք օրերին կൂട്ടակած էներգիայով։ Այո։ Շնորհակալ եմ Խաչատուր, հիշեցնեմ մեր ռադիոլսողների մեր հյուրներ Էկովիլ ընկերության պրոդուկտ ղեկավար Խաչատուր Պիպոյանը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։